մեծագույնը ֆուտբոլում։ Միայն 500 մետր էր բաժանում Այաքսի մարզադաշտը Ամստերդամի Բեթոնդոր պարվարձանից, որտեղ 1947-ին ծնվեց Յոհան Քրոյֆը։ Հենց այդ խաղադաշտում էր նա հեղաշրջելու ֆուտբոլը ստեղծելու համար այն, ինչն անվանում են տոտալ ֆուտբոլ։ Ֆուտբոլին նրան կապեց մարզադաշտի մոտ լինելը և հոր սերն այդ խաղի նկատմամբ, ով չնայած սուղ միջոցներին ջանք չխնայեց, որպեսզի որդին ֆուտբոլիստ դառնա, և 10-ամյա երեխան արդեն Այաքսի երիտասարդական կազմում էր։ Տղան 12 տարեկան էր, երբ վախճանվեց հայրը։ Նա հաճախ էր միայնակ այցելում հոր Շիրիմին, տարիներ անց անկեղծանալով, որ այնտեղ գնում էր հայրական խորհուրդներ ստանալու ակնկալիքով։ Յոհանը արդեն լի էր վճռականությամբ իրագործելու հոր երազանքը։ Քրոյֆի մայրը ստիպված լինելով, որպես հավաքարար է աշխատում Այաքսի մարզադաշտում, ամուսնանալով ակումբի խաղադաշտի պատասխանատու աշխատակցի հետ, ով կարևոր դեր կատարեց ակումբի հետ նրա կապերի սերտացման գործում։ Տղայի համար նա հարազատ հորպես էր, և հաճախ նրանք միասին էին հավասարեցնում խաղադաշտի խոտը, ներկում գծերը կամ էլ ամրացնում դրոշակները։ Դեռ 17-ը չբոլորած Յոհանը արդեն թիմի հիմնական կազմում էր, և հենց այդ ժամանակներում էր, որ Ամստերդամի փողոցներում սկսվեց երիտասարդական հզոր մի շարժում։ Այնտեղ այրում էին ամերիկյան դրոշը, բողոքում Վիետնամում պատերազմի, արքայադստեր ամուսնության և այն ամենի դեմ, ինչը համարում էին անարդար։ Երկրում տեղի ունեցող մշակութային հեղափոխության ազդեցությունը շուտով նաև Այաքսում էր, իսկ Քրոյֆն այստեղ ամենաակտիվը։ Նա պահանջում է սիրողական ֆուտբոլը դարձնել պրոֆեսիոնալ, որպեսզի իր ապրուստի համար ֆուտբոլիստը ստիպված չլիներ կատարելու մեկ այլ աշխատանք։ Յոհանի ջանասիրությամբ թիմը սկսեց հրաժարվել նաև հին խաղաոճից, և շուտով 18-ամյա թիմի ավագը իրենց սլացիկ խաղով, մեկ հպումով փոխանցումներով արդեն հիացնելու էին երկրպագուներին։ Երկար մազերով Յոհանը այնժամ միայն ակումբի սիրված ֆուտբոլիստը չէր, նա երիտասարդության կուռքն էր ու չհռչակված առաջնորդը։ Հենց այդ ժամանակվանից էր, երբ աղյուսակի վերջին տեղերում գտնվող թիմը արձանագրեց անկասելի առաջընթաց, ամեն տարի նվաճելով Հոլանդիայի չեմպիոնությունը ու գավաթը։ Իսկ Յոհանի արտասովոր խաղաոճը հիացնում էին նույնիսկ հակառակորդ թիմի երկրպագուներին։ Նա սլանում էր գնդակով, առանց գնդակին նայելու, ասես մրցավարի սուլոցից անակնկալ կանգ էր առնում։ Յուրօրինակ հնարքներով շրջանցում էր պաշտպաններին, գնդակին հարվածում էր այն ոտքով, ինչը պետք էր անել մյուսով։ Այաքսը անկասելի էր նաև արտագնա խաղերում, ուր պարզապես ապշած էին ամբողջ թիմով հարձակվող ու պաշտպանվող, և այդպես բարձրագույն տիտղոսներ նվաճող երկարամաս տղաների անսովոր խաղից։ Փոփոխություններ տենչող Քրոյֆի ոգին նրան հանգիստ չտվեց նույնիսկ գնդակին չվերաբերող հարցերում։ Երբ ամբողջ թիմի մարզաշապիկներին 3 զուգահեռ գծեր էին, նրա մոտ դրանք միայն 2-ն էր։ Յոհանը հրաժարվել էր Ադիդասի հովանավորությունից և պայմանագիր ստորագրել Պումայի հետ։ Երբ աշխարհում ամրագրված կարգ էր դուրս գալու դաշտ 1-ից 11 հերթական համարներով, նրանը 14-ն էր։ Տարիներ անց, որպես հարգանքի տուրք, Այաքսը դադարեցնելու էր այդ համարի օգտագործումը, բայց Քրոյֆն առաջարկելու էր այն տրամադրել լավագույնին։ Այաքսն անշուշտ կշարունակեր իր հաղթարշավը, եթե նոր մարզիչը թիմի ավագին փոխելու որոշում չկայացներ։ Յոհանը այնժամ հեռացավ ակումբից, թեև վատ արդյունքների համար այդ մարզիչը շուտով պետք է հեռացվեր։ Նրան ցանկացան վաճառել Մադրիդի Ռեալին, բայց Յոհանի անհնազանդ ոգին Իսպանիայի չեմպիոն, բայց դիկտատոր Ֆրանկոյի հետ ասոցացվող թիմը չէր կարող նախընտրել աղյուսակի նախավերջին տեղում գտնվող, սակայն աջակցության արժանի Բարսելոնայից։ Նրան այս ակումբին վաճառեցին այն ժամանակվա համար ռեկորդային գնով, բայց ընդամենը $2 միլիոն, որի առիթով Ֆրանց Բեկենբաուերը հետո ասաց. «Եթե այսօրվա ֆուտբոլիստները արժեն 100 միլիոն եվրո, ապա Քրոյֆը այն ժամանակ պետք է գնահատվեր միլիարդներ»։ Կատալոնացիների համար ֆուտբոլը միայն գեղեցիկ մարզաձև չէր, իսկ Բարսելոնան սիրված ակումբ։ Դեռ նախորդ դարի 30-ականներից Իսպանիայում հաստատվել էր բռնապետություն ու կատալոնացիները ենթարկվում էին հալածանքների, արգելված էր նրանց մշակույթը, լեզուն, և Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտն այն միակ վայրն էր, որտեղ կարելի էր խոսել մայրենի լեզվով։ Ակումբը նույնպես զերծ չէր հալածանքներից, նախկինում սպանել էին նրա նախագահին,
Պատահել էր, որ Բարսելոնայի հանդերձարան էր նեխուժել դիկտատորի թիկնապահների զինված ջոկատը եւ այդպիսով Մադրիդում խաղն ավարտվել էր 11-1։ Քրոյֆի տեղափոխման պահին Ֆրանկոն դեռ վայելում էր իր սիրած թիմի հաղթանակները, մինչ Բարսելոնայում ճգնաժամ էր։ Կատալոնացիների միակ հույսն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր եւ Քրոյֆն իրեն զգում է պարտավորված։ Շուտով ծնվեց Քրոյֆի երրորդ երեխան, ում նա ու իր կինը ցանկացան անվանել Ժորթի, եւ երբ իշխանությունները մերժեցին վավերացնել կատալոնական սրբի այդ անունը, Յոհանը վերադարձավ Հոլանդիա եւ երեխային այդ անվամբ գրանցեց այնտեղ։ Խաղերից մեկում երբևէ առաջին անգամ Քրոյֆը կարմիր քարտ ստացավ, իսկ խաղադաշտից նրան հեռացրեցին 2 ոստիկան։ Յոհանը հանեց Կատալոնիան խորհրդանշող կարմիր եւ ոսկեգույն երանգներով ավագի իր թևկապն ու նայելով տրիբունաներին ցածրաբար այն համբուրեց։ Քրոյֆի ներկայությունը միանգամից փոխեց թիմի խաղը, նրան հաղորդեց արագություն ու մարտունակություն։ Իր հետ ֆուտբոլիստները կարծես անպարտելի էին։ Եվ իր գալստից 6 ամիս անց տեղի ունեցավ աներևակայելին։ Երբ Մադրիդում Բարսելոնան 5-0 հաշվով հաղթեց Ռեալին, Քրոյֆն արդեն Կատալոնիայի հերոսն էր։ Խաղից հետո ամբողջ Բարսելոնա քաղաքն էր փողոցներում վանկարկում. Յոհան, Բարսա, Քրոյֆ։ Նման հաղթանակը հեռու էր ֆուտբոլային համարվելուց, որի առթիվ New York Times-ն այն ժամանակ գրեց. Քրոյֆը 90 րոպեների ընթացքում Կատալոնիայի համար արեց ավելին, քան նրանց բոլոր գործիչները տասնամյակների իրենց պայքարում։ Յոհանի հենց առաջին մրցաշրջանում 14 տարվա մեջ առաջին անգամ Բարսելոնան դարձավ Իսպանիայի չեմպիոն, բայց առջևում 1974-ի աշխարհի առաջնություն էր։ Այժմ հանձինս Հոլանդիայի ազգային հավաքականի Քրոյֆն ու իր նոր կատարյալ կամ տոտալ ֆուտբոլը բոլորի տեսադաշտում էր, եւ ֆուտբոլային աշխարհն այն անմիջապես որդեգրեց։ Ֆուտբոլից թանկ Քրոյֆի համար միայն իր ընտանիքն էր, եւ երբ Բարսելոնայի իրենց բնակարանում նրանք ենթարկվում են զինված հարձակման, ամիսներ շարունակ ստիպված տեղաշարժվելով ոստիկանական շուրջօրյա պահպանությամբ, Յոհանը ու կինը որոշում են հեռանալ Բարսելոնայից։ Բայց 2 տարի անց Յոհանը նորից այաքսում է։ Թիմը 8-րդ հորիզոնականից բարձրանում է վեր, դառնում չեմպիոն ու գավաթակիր։ Քրոյֆը 11 մետրանոց իրացնում է գնդակը ընկերոջ հետ խաղարկելուց հետո։ Իսկ ակումբում ֆուտբոլիստին կարծես նորից չհասկացան, եւ Քրոյֆն արդեն գիտեր իր անելիքը, երբ նրա պայմանագիրը չերկարաձգվեց։ 36-ամյա ֆուտբոլիստն անմիջապես տեղափոխվեց Այաքսի երդվյալ հակառակորդ Ֆեյենորդ եւ իր շնորհիվ վերջին 10 տարում չեմպիոն չդարձած թիմը նվաճեց չեմպիոնությունը Այաքսից։ 1985-ին սկսվեց Յոհան Քրոյֆի մարզչական գործունեությունը։ Հիմա այդ կարգավիճակով էր նրան վիճակված երրորդ անգամ վերադառնալ հայրենի Այաքս, մեկ անգամ եւս նվաճել Եվրոպայի չեմպիոնների գավաթը եւ ապա իր տեղափոխությունից 15 տարի անց նա կրկնելու էր Այաքս Բարսելոնա ուղևորությունը։ Այդ ժամանակ այնտեղ իսկապես խայտառակ իրավիճակ էր։ 50 տարվա մեջ գրանցվել էին վատագույն արդյունքները եւ բոլոր ֆուտբոլիստերն ապստամբելով պահանջել էին ակումբի նախագահի հրաժարականը։ Քրոյֆը գալուն պես ընտրեց բոլորովին նոր մի կազմ, մինչ նախկին բոլոր ֆուտբոլիստները հեռացվեցին, բայց Յոհանի ջանքերով թիմում մնաց գլխավոր ապստամբը, ով ընթերցել էր հրաժարականի պահանջը։ Նա ոչինչ չի աղել, բացի կատարելուց իր պարտքն իբրև թիմի ավագ։ Հավանաբար հարազատ ինչ-որ բան զգալով նրան պաշտպանեց Քրոյֆը։ Յոհանը ամբողջությամբ փոխեց Բարսելոնայի խաղաոճը, պաշտպանողականից դարձնելով այն հարձակողական։ Ես 5-ով 4 հաշվով հաղթանակը գերադասում եմ 1-ով 0 հաշվով հաղթանակից, սիրում էր կրկնել նա։ Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի ձևավորվեր այն հաղթական կազմը, որը կոչվեց երազանքների թիմ, որոնց համար ֆուտբոլը միայն ու միայն հաճույք էր։ Գնա եւ խաղը վայելիր։ Խաղադաշտ մտնելիս քաջալերում էր Յոհանը իր ֆուտբոլիստներին եւ տասնյակ հազարավոր երկրպագուներ էին ուղեկցում Բարսելոնային արտագնախաղերում, իսկ վերադարձին արդեն ամբողջ Բարսելոնա քաղաքն էր նրանց դիմավորում։ Միայն հաղթանակներն ու մրցանակները չհանդիսացան այն ժառանգությունը, որը Յոհան Քրոյֆը թողեց կատալոնական թիմին, այլ հաղթելու կամք, ֆուտբոլային նոր փիլիսոփայություն, որը շարունակվեց մինչ օրս։ Այսօր Բարսելոնան իր հաջողություններով պարտական է Քրոյֆին, ասելու էր Մեսսին։
Ինչպես եւ Այաքսում, Կրոյֆը բոլորովին նոր ավանդույթներ հիմնեց Բարսելոնայի երիտասարդական ակադեմիայում, որտեղ կարելի էր ընդունվել տարիքի ցանկախ։ Բացի նրա ներդրած մարզչական մեթոդներից, այստեղ տարվում էր նաև դաստիարակչական աշխատանք, սովորեցնելով լինել զուսպ ու հարգալից։ Յոհան Կրոյֆը Բարսելոնայում իր ազդեցությունը պահպանեց նույնիսկ թիմից հեռանալուց հետո։ Պաշտոնական թե ոչ պաշտոնական խորհրդատուի կարգավիճակով, առանց նրա կարծիքի թիմում էական փոփոխություններ կամ մարզչական նշանակումներ տեղի չունեցան։ Ահա թե ինչ է ասում Կրոյֆի մասին նրա սան եւ հանրահայտ մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Յոհան Կրոյֆը փոխեց Այաքսը, փոխեց Բարսելոնան, նա ֆուտբոլում ամեն բան փոխեց։ Ինչ որ Կրոյֆն արեց ֆուտբոլի համար անհամեմատելի է ու անգերազանցելի։ Նախքան նրա գալը մենք Բարսելոնայում չունեինք ֆուտբոլային տաճար, Բարսելոնա քաղաքի այս գեղեցիկ եկեղեցին։ Այն քար առ քար կառուցվեց միայն մեկ մարդու կողմից։ Կրոյֆը տաճարը կառուցեց, մեզ մնաց միայն պահպանել այն։ Ֆուտբոլի մեծագույն առասպելական դեմքը։ Մարդով հեղափոխեց ֆուտբոլը։ Ժամանակակից ֆուտբոլի հայրը։ Հաճախ այսպես են վերնագրված նրա մասին հոդվածները միջազգային լրատվամիջոցներում։ Կրոյֆի համար երբեք ֆուտբոլը զուտ մարզական մրցակցություն չհանդիսացավ, այլ արտիստիկ կողմնորոշմամբ մտամարմնային մի խաղ։ Նրան նաև անվանում են ֆուտբոլի Սպինոզա, ֆուտբոլը դասակարգելով մինչ Կրոյֆյան եւ հետ Կրոյֆյան երկու տեսակների։ Այս տարբերությունը լավագույնս պատկերացնելու համար մեջբերենք հենց նրա Յոհան Կրոյֆի մտքերը։ Ֆուտբոլը պարզ խաղ է, բայց պարզ ֆուտբոլ խաղալը շատ բարդ։ Ֆուտբոլը պետք է գլխով խաղալ, իսկ ոտքերը միայն նրան օգնելու համար են։ Վիճակագրորեն ապացուցված է, որ խաղի ընթացքում գնդակը ֆուտբոլիստի մոտ գտնվում է միայն 3 րոպե, ուրեմն կարևորագույնը այն է, թե ինչպես է ֆուտբոլիստը խաղում մնացած 87 րոպեներին առանց գնդակի։ Տեխնիկան այն չէ, երբ գնդակով աճպարարություններ է անում, իսկ այդ ընթացքում բոլոր պաշտպանները տեղափոխվում են ուղանային հրապարակ։ Տեխնիկան այն է, երբ կարողանում ես գնդակը մեկ հպումով ճիշտ արագությամբ փոխանցել քո խաղընկերոջ ճիշտ ոտքին։ Յոհան Կրոյֆն իր հակասական խառնվածքով պետք է առանձնանար ևս մեկ հատկանիշով։ Որքան էլ անիրական թվա, սակայն նա մոլի ծխող էր եւ դեռ դպրոցական հասակից։ Ընդմիջումներին հանդերձարան մտնելիս սիգարետն արդեն իր ձեռքին էր, իսկ մարզչական նստարանին նա ծխում էր անդադար։ Միայն սրտի կրկնակի վիրահատությունից հետո նա թողեց վնասակար այդ սովորույթը եւ Բարսելոնայի մարզչական նստարանին վերադարձավ այս անգամ արդեն չուփաչուփսը իր ձեռքին։ Յոհան Կրոյֆը տարիներ անց հիվանդացավ թոքերի քաղցկեղով։ Սկզբում բժիշկների ու Յոհանի կամքի շնորհիվ թվում է բուժման արդյունքները հուսադրող էին։ Հիմա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես առաջին խաղակեսում հաղթում եմ 2-0, բայց հանդիպումը դեռ չի ավարտվել։ Վստահ եմ, որ կհաղթեմ, կարծում էր նա։ Յոհանը ցանկացավ, որպեսզի բժիշկը դուրս գա հիվանդասենյակից։ Բոլորն էին շտապել իր մոտ, իսկ այդպես հաճախ չէր, որ պատահում էր։ Նրա սիրելի կինը, իր երկու դուստրերը, ժորթին, նույնիսկ թոռները, բոլորն էին հիմա այնտեղ, էլ ինչ էր իրեն հարկավոր։ Հիմա այդ սենյակում նրա երջանկության զգացողությունը պարզապես կատարյալ էր, կամ էլ տոտալ, եւ նա այդպես էլ գլխի չընկավ, թե ինչպես հաշիվը դարձավ 2-3։ 2016 թվականի մարտի 24-ից հազարավոր մարդիկ էին այցելում Այաքսի Յոհան Կրոյֆ արենա եւ Բարսելոնայի Կամփ Նոու մարզադաշտ, Յոհանի լուսանկարների մոտ թողնելով ծաղիկներ, 14 համարով զանազան իրեր, չուփաչուփսեր, երախտիկի խոսքերով պաստառներ։ Տրիբունաներին ամենուր նրա մեծ ու փոքր մարզաշապիկներն ու պատկերներն էին, իսկ երկրպագուներին նախորոք բաժանված թերթիկներով ձևավորվում էին հսկա խճանկարներ, որով գրված էր «Շնորհակալություն Յոհան»։ Այդ օրերին խաղերի 14-րդ րոպեներին հանդիպումներն ընդհատվում էին 1 րոպե ծափահարություններով, իսկ լռության րոպեներին բոլորն էին հուզված կամ էլ արտասվում։ Յոհանը միայն ֆուտբոլիստ, մարզիչ կամ էլ բարեփոխիչ չէր այդ բոլորի համար, բայց այդ ամենով հանդերձ, սիրելի ու հարազատ մարդ։ Կրոյֆն իր գործունեության ընթացքում բազմաթիվ բարձունքներ հաղթահարեց։ Նա 14 անգամ դարձավ առաջնության չեմպիոն, 11 անգամ երկրի գավաթակիր,
5 անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը, Եվրոպայի և միջմայրցամաքային սուպերգավաթները և անհատապես 3 անգամ արժանացավ ոսկե գնդակին։ Իհարկե, կարող են գտնվել ֆուտբոլիստներ կամ մարզիչներ, ովքեր նվաճել են ավելի շատ մրցանակներ և տիտղոսներ, բայց ֆուտբոլում կա մի եզակի ձեռքբերում, որը երբեք էլ չի կարող գերազանցվել։ Կրոյֆը ֆուտբոլը դարձրեց այնպիսին, որպիսին լինելու համար ստեղծվել էր այն։ Այսպիսին էր Յոհան Կրոյֆը, մեծագույնը ֆուտբոլում, մեծագույնը երբևէ։